Մենք այսօր խոսում ենք իշխանության մասին եւ մենք հավատում ենք իշխանությանը։ Մենք գիտեք, Տեր Հիսուսին հարցնում են, ասում են, «Էդ ինչ իշխանությամբ ես գործում»։ Այդ որ իշխանությամբ ես գործում։ Այդ որ իշխանությամբ ես դևերին հալածում։ Շատ անգամ եկեղեցին մտածում է, որ դևեր հալածելը դա մի եսիմ չգիտեմ շատ բարդ գործ է։ Սիրել, եթե դա մեր ուժերով, մեր կարողությամբ, մեր հնարավորությամբ ներ, դա անհնարին է։ Ինչպես անհնարին է նաև մեղքերի թողությունը։ Ինչպես ես հավատում, որ քո մեղքերդ ներված են։ Անկերևույթ Աստծո որդու Հիսուսի արյամբ, որտեղ մեղքի թողության կամ մեղքը ներման այլ ճանապարհ չկա։ Հատուկ ինչ որ արարողություն չկա, որ մեղքերդ ներվեն։ Դու բերում ես քո սիրտ, ասում ես Հիսուս ներիր ինձ, քո սուրբ արյամբ մաքրիր, Հայր Աստված քո որդու Հիսուսի անով բերում իմ սիրտս եւ խնդրում եմ, որ ներես ինձ։ Եվ այդ պահին Հիսուսի արյունը քեզ սրբում է։ Դու զգում ես այդ ազատագրությունը։ Ուղղակի ոչ թե իմիջայլոց Աստված խոսքերով, այլ սրտանց, խորը զղջմամբ, որ դու ապրել ես մի կյանք, որը հաճելի չի եղել Աստծուն, եւ դու խորապես զղջացել ես եւ խնդրում ես ներում։ Իսկ ինչի ես խնդրում ներում Աստծուց, ինչի է պետք Աստծո ողորմությունը քո կյանքում, որ գա, ներումը գա, որպեսզի քո հարաբերությունը վերականգնվի Արարչի հետ։ Որովհետև Աստված համայն մարդկության համար տվեց իր որդուն Հիսուս Քրիստոսին, որպեսզի հարաբերությունը վերականգնվի, որ մենք խավարի սատանայի իշխանությունից տեղափոխվենք Աստծո իշխանության մեջ։ Հիսուսի իշխանությունը Աստծուց տրված իշխանություն էր, որտեղ նա Աստված էր։ Հիսուս ուներ խավարի դիվային ուժերի վրա իշխանություն, որովհետև խավարի դիվային ուժերը չունեն Հիսուսի վրա իշխանություն։ Իսկ խավարի դիվային ուժերը ունեն նրանց վրա իշխանություն, ովքեր որ այդ խավարի դիվային ուժերի իշխանության տակ են։ Եվ դրա վառ ապացույցը մեղքն է, որ մարդը ակամայից գործում է։ Որովհետև մեղքը մենք ի բնե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, որը գալիս է խորը հեռավոր դարերից, Ադամից ու Եվայից։ Որտեղ մենք ունենք սովորություններ, որ մեզ դա ոչ մեկ չի սովորացրել։ Որոշները մենք ձեռք ենք բերել, որոշները մենք ժառանգել ենք։ Օրինակ, երեխային ոչ մեկ սուտ խոսել չի սովորացնում, կեղծել չի սովորացնում, վախենալ չի սովորացնում, թաքցնել չի սովորացնում։ Բայց ասենք երեխաները տան ինչ-որ մի հատ բան են արել եւ ուզում են, որ ծնողները չիմանան։ Երբ որ ծնողը մտնում է տուն, երեխաների վիճակից խառնված այդ անհանգիստ վիճակից արդեն հասկանում ես, որ դե ինչ-որ մի բան է, ինչի։ Եվ փորձում են թաքցնել, մենք բոլորս ենք դա արել։ Մենք բոլորս ենք ծնողներից թաքուն ինչ-որ մի բան արել, որ չիմանան, բայց մենք կարճ մտածելակերպով թվացել է, թե հնարավոր է, որ տարիքով հասուն, իմաստուն, կյանք տեսած մարդկանց կարողանանք խաբենք, բայց բացահայտվել է։ Բայց քանի որ մեր ծնողներն են եղել, մեզ սիրել են, մեզ ներել են, եւ այդ ներումը եղել է սիրո հետևանք։ Դրա որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա։ Եվ սա Աստծո մեծագույն սերը, որ Աստված իր որդուն տվեց։ Ոչ թե որ մարդիկ բիզնես անեն, մոմ ծախեն, ծառի ճղեր ծախեն, օրշնած թալիսմաններ ծախեն, սրանք անիմաստ բաներ են։ Աստծո սերը կարիք չունի օգնության, մարդկային միջամտության, Աստծո սիրո միակ միջամտողը, միակ միջնորդը Հիսուս Քրիստոս եղավ։ Նա տվեց իր կյանքը համայնքության փրկության համար։ Նա իր անձը զոհաբերեց, գիտես ինչի համար, որ մեզ էլ իշխանություն տա
ամեն սատանայի խավարի դիվային ուժերի վրա, որ մեզ էլ իշխանություն տա, ինչպես ինքն էր քշում դևերին, այդպես էլ մենք քշենք։ Որ մեզ էլ իշխանություն տա, որ այլևս մենք խավարի եւ դիվային ուժերի իշխանության տակ չապրենք, ինչպես ինքը չապրեց։ Ազատ լինենք։ Եվ այդ ազատությունը որդուց է գալիս։ Ավետարն ասում է, եթե որդին ազատի, դու ճշմարիտ ազատագրված կլես։ Ինչպես Հիսուսի վրա խավարը եւ դիվային աշխարհն ու դժոխք իշխանություն չուներ, իմ ու քո վրա էլ չունի։ Բայց գիտես իշխանությունը ինչպես է փոխվում, զոհով։ Առանց զոհի իշխանություն չի փոխվում։ Աստված իր որդուն տվեց, զոհաբերեց իմ ու քո մեղքերի համար, որտեղ մենք հանցանք ենք գործել եւ այդ գինը պիտի վճարվեր։ Ով որ ընդունեց այդ գինը, ով որ ընդունեց Հիսուսին, Հովհաննես ավետարան առաջի գլուխ 12 համարն ասում։ Ամեն նրա որդու Հիսուս Քրիստոսի անունին հավատացողին Աստված իշխանություն տվեց Աստծո որդի լինելու, այսինքն մենք փոխեցինք իշխանությունը, մենք սատանայի իշխանությունից եկանք Աստծո իշխանության մեջ։ Էլ հետպետ չի նայես քո առաջվա ողորմելի կյանքին, որտեղ բացի կորուստից ուրիշ բան չես ունեցել։ Մենք եք որ մարդիկ իրաց անցյալի մասի չեն խոսում, այնտեղ ոչ մի բան չեն ձեռք բերել։ Եթե դու անցյալում մի բան ձեռք բերած լինես, հիմա կոմոդ կլինես։ Դրա համար ապրի ներկայի մեջ, Հիսուսի մեջ, եւ այն իշխանության մեջ, որով Տերը քեզ փրկել է, որի մեջ Աստված քեզ բերել է։ Հալելույա, ինչ հրաշալի է մեր Տերը, կողմ ծափարենք։ Գիտես, որ հիվանդությունները, ցավերը, անեծքները, դժբախտությունները, տարբեր պատահարները, ամեն օր միացրա Facebook-ը կտեսնես, վթար, մարդ համերել, սպանություն, գողություն, տարբեր տեսակի աղետներ, պատերազմներից տուժված մարդիկ, գիտես, որն է պատճառը, որ մարդիկ չեն ուզում թողնեն այն իշխանությունը, որ իրանց կյանքում բերում է, կործանում։ Եվ դիվային աշխարհը ամեն մեկիս համար կործանում է ուզում։ Եվ մոտիկանում է խավարի իշխանության ամբողջական ավարտը։ Դրա համար դժոխք խառնված է իրար եւ այսօրին սատանան հնարավորինս չափ մարդկանց տանում է։ Բայց Աստծո հոգին աղաղակում է, դարձեք, ապաշխարեք, զղջացեք, խոնարհվեք։ Որտեղ ով է մարդը։ Ես քեզ մի բան ասեմ, եթե դու նույնիսկ երկրի վրա ամենամեծ իշխանություն ունես, դու շատ անօգնական ես, շատ խոցելի ես։ Քո իշխանությունը քո ձեռքից կարան ամեն րոպե վերցնեն, բայց Հիսուսինը ոչ, որտև նա փառավոր հաղթանակ տարավ եւ խայտարակեց ողջ դժոխքը։ Հալելույա։ Նա փառավոր հաղթանակ տարավ եւ այլևս այդ հաղթանակը ոչ մեկ չի կարող վերցնի նրա ձեռքից եւ նրանց ձեռքից, ում որ ինքը տալիս է։ Ամեն։ Փառտիրոջ։ Դրա համար ինչպես Հիսուսը Աստծո որդին, այդպես էլ ես, Աստծո որդի, բայց ես Հիսուս չեմ, բայց ես Աստծո որդի եմ։ Որովհետև միակ Աստծո որդին, որը տվեց իր կյանքը, ինքը Հիսուսն էր մեր համար, որ մենք էլ Աստծո որդիներ դառնանք, խավարի իշխանությունից ազատ, մահվան իշխանությունից ազատ, դրա համար ինքը գերեզման գնաց, ինձ ու քեզ այդտեղից հանելու համար, ինքը իր կյանքը տվեց։ Ոչ թե իշխանություն ունենալու դիվային աշխարհի վրա, ինքը ուներ իշխանություն դիվային աշխարհի, որ ինձ ու քեզ հանի սատանայի խավարի իշխանությունից եւ մեզ իշխանություն տա արդեն դրանք քշելու։ Առաջ նա էր մեզ քշում, հիմա մենք ենք դրանք քշում։ Բայց ցավոք սրտի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր քրիստոնյաներ կան եկեղեցիներում, որոնք որ իրանց կյանքում ունեն դեռ խավարի կողմից բերված անցանկալի կյանքում իրավիճակներ։
Եվ մտածում են, որ դա իրանց կյանքի դատավճիռն է։ Ոչ, Աստված չի վճռել քեզ։ Գիտեք, ես տեսնում եմ ինչպես են շատ անգամ որոշ մարդիկ, որոնք որ Աստծո խոսք են ավետարանում, ցավոք սրտի նրանք ամբողջական իրանց կյանքի նվիրումը չունեն Աստծուն։ Տգիտությամբ իբրև եկեղեցիներում անգամ մի հատ քարոզ դսեցի, որ Եղիան գնաց։ Եվ Հիսուս օրինակ բերեց Եղիային այդ պատմությունը օրինակ բերեց։ Հիշում եք այդ Սարեպթացի կնոջը։ Հիսուսը ասեց. շատ աղքատներ կային, շատ մարդիկ կային սովի ժամանակ, բայց Եղիան գնաց այդ կնոջ մոտ, գիտես ինչի համար, որտեվ այդ կինը բաց էր տալու Աստծո թագավորության համար։ Ինքը զոհաբերեց, որ սատանայի իշխանությունը չքվի իր կյանքից եւ Աստծո իշխանությունը ազատագրի իրան։ Ես վստահ եմ, որ Եղիան իր կյանքում հրաշք չէր կարող անել, եթե այդ կինը չհամաձայնվեր իր վերջի ալյուրը օգտագործեր Եղիային կերակրելու համար։ Եկե ծաղրան, եկեղեցիներում ասում են, Եղիան գնաց մի հատ կնոջն ասեց, հաց սարքի ես կին ասեց չունեմ, ասեց ոչինչ վերջինը բեր ես ուտեմ, ժողովրդին ասում են սենց։ Սելիք ու եղբայրեր, զոհասեղանը ծաղրողները լինելու են միշտ խավարի իշխանության մեջ։ Ամեն։ Եթե դու չունես քո կյանքում Աստծո թագավորությունը տարածելու, նրա փառավոր հաղթանակն ու իշխանությունը տարածելու քո կյանքում զոհ, դու զոհ կլնես խավարի համար։ Որովհետև ես իմ կյանքում իմ Տիրոջս գործի համար ոչ թե միայն զոհաբերել եմ իմ ժամանակը, այլ ամեն բան, ինչ որ ունեցել եմ Աստծո թագավորության համար։ Դες ինչի համար, որպեսզի իմ կյանքում գործի այն իշխանությունը, որ չի գործում շատերի կյանքում, որ մտածում են պետքա Եվրոպայից կամ Ամերիկայից ինչ որ մարդիկ կան, որ իրանց համար աղոթեն։ Բայց մենք ամեն մեկս Հիսուսյանով իշխանություն ենք, ասում իշխանություն ունենք, բարձրացրան քո ձեռքերը քո տանդ մեջ, ասա բոլոր խավար ուժերին դուրս իմ տնից։ Եթե զգում ես քո տանդ մեջ անխաղաղություն կա, զգում ես քո տանդ մեջ տագնապ կա, զգում ես քո տանդ մեջ նյարդային ինչ-որ վիճակ կա, զգում ես, որ անկախ քեզանից վիճում ես կնոջդ, ամուսնուդ, երեխաներիդ, ընտանիքի անդամների հետ, հարևանների հետ, կռվարար ես, անխաղաղ ես, եսիմ ինչ ես, դու կարող ես քո ձեռքերդ բարձրացնել Հիսուսյանով քո տանդ մեջ եւ ասես դուրս այն բոլոր խավար ուժերը, որ իմ տանս մեջ են։ Բայց չէ, մարդիկ փախնում են այդ իրավիճակից։ Շատ մարդիկ ասում են տուն չեմ ուզում գնամ, ինչի։ Շատ կանայք ասում են ամուսինս կռվարար է, կինս սենց է, չեմ ընտանիքում է սա այնը։ Ինքը չի ուզում պատերազմի, ինքը չի ուզում ջանք դնի, ինքը չի ուզում հալածի, ինքը չի աղոթում։ Ինքը ուզում է քո համար երազ տեսնի, իմ համար տեսիք տեսնի։ Մեկ ասի, բա քո կյանքի համար երբես երազու տեսիք տեսնելու։ Որ խավարի ուժերը եկել են բուն են դրել տանդ մեջ, առավոտը կոֆե են խմում հետդ, ցերեկը չայ են խմում, կեսօրին հաց են ուտում։ Բա դու դիվային ուժերին հարմարվել ես, արդեն իսկ երևույթը ցույց է տալի, որ խառնաշփոթ կա։ Բախի քո ձեռքերդ չես բարձրացնում, ասում դուրս իմ տանս մեջից։ Աղքատություն, անխաղաղություն, վեճ, տռիվ, բամբասան, տա։ Այսօր երեխաներ կան, ծնողներից գիտեք ինչ են ժառանգի բամբասել։ Շատ անգամ մարդիկ մոտիկանում են ինձ։ Ինչ որ խնդիրներով։ Մեկ էլ զգում եմ բամբասում է ինչ որ մեկից, չարախոսում է ինչ որ մեկին։ Չարախոսը ընկել է։ Ամեն։ Եթե նույնիսկ դու ինչ որ մեկի մահքի մասին եկել ես ինձ հայտնես, բա դու ինչ ես։ Սուրբն ես երկնքից իջած դատավորը համայն մեղավորների։ Բամբասանքը մինչև քո շուրթերից չմաքրվի, օրդությունը քո կյանքիդ մեջ չի գա։ Հասկանում ես։ Չէ՞ որ ինձ շփտա, որ ինձ բարևի, որ ինձ լավ բան ասի, փափուկ բարձ դնի իմ գլխից տակ, իմ կյանքում եղած դևերին հանկարծ չկպտես։ Բավակ եղբայր։ Թող դրանք վխտան։ Բայց ես կմարգարայեմ քո համար։
Քո համար մարգարացի։ Փառք Հիսուսին։ Մի քանի ժամանակ առաջ մեկ եկել ասում ես մարդը երազ եմ տեսել։ Այս երազը հաներից չբրծանք այ մարդ։ Ինչ երազ ես տեսել։ Վատ էր։ Ես անկեղծ ասած չեմ հիշում վերջանգամ եմ վադեր է։ Մարդիկ ես երազում են, որ ես վատել եմ։ Վատել եմ բրծել ես իծա։ Ինչի։ Հոնը երազում էր։ Գիտես մարդը եկեղեցի չի գալիս, 30 տարին մեկ ինչ-որ եկեղեցիա գալիս, նա կսեր քննայել է երազը տեսի, այնքան է մտածել իմ վատելնելու մասին։ Բայց ես աղոթում եմ, որ այդ մարդիկ լավ լինեն։ 10 տարին մեկ ինչ-որ մի հատ 20,000 դրամ եկեղեցուն նվիրած մարդիկ մտածում են հանկարծ արա այդ 20,000 դրամը չուտենք մի բան չեն, մարդիկ կան եկեղեցում ամեն օր ծախսեր են անում, բանը, մի չի մտածում այդ մարդը, մարդիկ ոսից լուրջ մտածում են, ինչ-որ ես քեզ մի բան ասեմ, սիրելիներ, ոչ մեկի, ոչ մի բանը Աստծուն պետք չի։ Աստված իր թանկագինն ա տվել, իր լավագույնն ա տվել, իր որդուն ա տվել, ամեն։ Ամեն։ Անկեղծ ասած, մինչև քո կյանքին անդրադառնալ ես, մի հատ իմ կյանքին եմ նայում։ Մինչև սրա նրան չարախոսելը, սրա նրան աչքին մարդկանց սևացնելը, մի հատ ես ինձ եմ նայում։ Բամբասանքը դա խավարի առաջ ամենահզոր ուժն է, այսօր բամբասանքով բռնված է ժողովուրդ, այսօր բամբասանքը դա մոդա է։ Մարդիկ գնում են երկուսով, անպայման պետք է երրորդի մասին խոսան, դա դև է, դև։ Մարդու աչքերից երևում, որ բամբասկոտ է։ Իրանք չեն կարող խոսան Տիրոջ փառքի մասին, չեն կարող խոսան Աստծո խաղաղության մասին, Տիրոջ ողորմությունների մասին։ Բայց այսօր Վահագ եղբայրը շատ վատն էր։ Երեք լավն էր։ Այսօր վատն է։ Երեք Արմանը մի քիչ ոչ լավ էր։ Այսօր շալբուլա է։ Անդադ մարդկանց կյանքը մարդկանցից է կպած։ Ինչ գործ ունես մարդկանց հետ։ Կարաս ծառայես մեկի փրկության համար։ Ինչ գործ ունես փրկվածների կյանքի հետ։ Իսկ գործվածների մասին մտածելը դժվար է։ Այսօր մարդիկ կան կպած ինչ-որ այս եկեղեցին ուզում են միացնել են մի եկեղեցու հետ, են մի եկեղեցին, են մի եկեղեցու հետ, որ պետք կներ Աստված այդ մի եկեղեցին են եկեղեցուն գտնել։ Բայց երբեք հավատք չունեն, իշխանություն չունեն, գնան մի անհավատի ասեն Հիսուս քեզ համար խաչն է բարձրացել։ Ես երեք երազ տեսա քեզ համար։ Այ երազ պետք է տեսնել մեր անապաշխար բարեկամների ու ծանոթների համար, որ նրանք փրկվեն հավիտենական կյանք ժառանգեն։ Որտեվ երազը գալիս է նաև շատ մտածմունքից, մտածի։ Եկել հոպս անդոյին երազիդ մեջ կտեսնես, կողա թևերով տեսնես, կողա կասմանավտի շորերով տեսնես, կողա զապով տեսնես, այսօր զապով տեսա անդո քեզ, դի գիտես ինչա։ Այդ նշանակում է, որ ինչ-որ ընթացքը զապի ընթացք է։ Մեկ էլ տեսա զապից BMW-ի մեջ փոխվեցիր։ Գիտեք, Աստծո խոսք չի սա։ Աստծո խոսքը այն է, որ հիմա ես խոսում եմ։ Մարգարոյությունը այն է, որ ես հիմա խոսում եմ, Աստծո խոսքն է, մարգարական խոսքը, պատգամը մարգարական է, ոչ թե գնացել եմ, հանել եմ Կորինթոսը որտեղ է, Եփեսոսը որտեղ, աշխարհական քարտեզներն եմ քանդել եւ այլն, մարդկա խոսում է ավետարան, Կորինթոսից խոսում է, ասենք թե Սուրբ Հոգու մասին, անպայման պետք է 7 ժամ պատմի, թե որտեղ է գտնում, այմար շատ պետք է սա, որտեղ է գտնում Կորինթոսը։ Կարևորը ինչ է գրել Պողոսը Կորինթոսին, այդ ինձ ավելի կարևոր է։ Չէ, մենք մի քիչ խելոք ենք ուզում երևանք, մի քիչ sense գրագետ ենք, ուզում ենք տպավորություն թողենք, բայց ոչ Աստծո զորությամբ, այլ մարդկային գիտությամբ եւ իմաստությամբ, որ Տերը հիմարացրել է։ Բայց Աստվածային իմաստությունը մենք մաննի այրան դեմ խնդիր չունենք։ Մենք ինչ որ խոսում ենք Հիսուսի անունով։ Ես մի օր երազ տեսա, ամենասուրբ եկեղեցում էի։ Եվ շատ ճանաչված եղբայրների։ Տեսա, ծառայությունից ծխում են։ Բայց դա սուտ է։ Աստված իմ սիրտն է փորձում։ Ոսկը տրամադրում են եղբայրների նկատմամբ։
Դրանով բաներ կա, որոնք Աստծո խոսքի հետ կապված չեն, եւ այսօր մարդիկ սիրում են դա խոսան։ Մի հոր ասում շատ մի խոսացեք Աստծո խոսք, շատ վարդապետող մի եղեք, այս դա դրա համար չի գրում։ Աստծո խոսքը մեր կյանքի հիմքն է։ Սատանան ուզում է վերստի խոսքը, գիտես ինչի համար, որ Հիսուսը գնա եկեղեցուց։ Բայց Հիսուսի խոսքի մեջ իշխանություն կա։ Դու կարող ես աղոթես տկարի համար։ Դու կարող ես աղոթես ընկածի համար։ Կարող ես աղոթի։ Մենք շատ անգամ Աստծո խոսքի կարևորագույն վարդապետական հիմքերը թողած ընկած ենք երկրորդական բաների հետևից։ Ես ուզում եմ ասեմ քեզ, որ իշխանությունը մեզ Հիսուս Քրիստոսի անունով տրված չի ձրի։ Դրա համար շատ մեծ գին է վճարվել։ Ես քեզ պատմեմ մի հատ աշխարհիկ պատմություն, Աստվածաշնչից իհարկե։ Շատ են խոսացել, բայց ուզում եմ ես սա նաև լսեն շատ մարդիկ, ովքեր որ մեր ուղիղ եթերներից դուրս են մնացել կամ դահլիճում չեն։ Գիտես, այսպեսի մի պատմություն եղավ Իսրայելում Սողոմոնի մահից հետո։ Հերովոամը Եփրեմի սարի վրա մի մարդ, Հերովոամ անունով։ Շատ կարևոր չի նրա պատմությունը։ Ես դրա վրա ժամանակ չեմ ուզում օգտագործել, ուզում եմ կարևոր բաների վրա օգտագործեմ ժամանակ։ Եվ Հերովոամը Եփրեմի սարի վրա շինեց Սիքեմը եւ բնակվեց այնտեղ եւ այնտեղից դուրս եկավ ու շինեց Փանուելը։ Եվ Հերովոամն ասեց իր սրտում. հիմա պիտի թագավորությունը ետ դառնա Դավիթի տանը։ Եթե այս ժողովուրդը վեր գնա Երուսաղեմ, Տիրոջ տանը զոհ մատուցանելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը պիտի դառնա դեպի իրանց տեր Հուդայի թագավոր Ռոբովամը։ Եվ ինձ պիտի սպանեն ու ետ դառնան Հուդայի թագավոր Ռոբովամին։ Այս Հերովոամը ուզում էր Իսրայելի թագավորությունը վերստեր։ Եվ ինքը գիտեր, այդ Իսրայելի թագավորությունը երկու աներևույթ թագավորության ներկայացուցիչներ կան տան։ Մեկ Աստված, մեկը դիվային աշխարհը։ Ինքը ընտրեց դիվային աշխարհը, ինքը ընտրեց սուտը։ Ասեց, որ այս մարդկանց թողեմ, այս մարդիկ գնան Երուսաղեմ ու զոհ անեն։ Հուդայում Դավիթի տանը պիտի դառնա թագավորությունը։ Բայց Աստված նա գիտեր, նա շատ լավ գիտեր, որ Դավիթի տանն էր տվել թագավորությունը։ Հավիտենական թագավորություն, սա մարգարություն էր, սա Հիսուսի մասին էր։ Եվ ասում է, ես ժողովրդին պիտի չթողեմ, որ սրանք գնան։ Ուր? Երուսաղեմ։ Տիրոջ տանը զոհ մատուցելու համար։ Ինչի? Որովհետև վախենում էր, որ Տերը Հուդայի թագավոր Ռոբովամին թագավոր կդնի ու իրանք սպանի։ Երուսաղեմը դա Աստծո խաղաղության խորհուրդն էր, խաղաղության վայրն էր։ Իսկ Հուդան դա մեր Տիրոջ այն փառավոր, զորավոր ցեղն էր, որտեղից ինքը դուրս եկավ, Հուդայի ցեղից, փառաբանությունից դուրս եկավ։ Սատանան միշտ վախենում է Հուդայի արմատից, Հուդայի ցեղից դուրս եկած Հիսուսից, արուծից, ինքը վախենում է։ Եվ ինքը ուզում է քո կյանքում այլ զոհասեղաններ կառուցի։ Մաղաքիա մեջ գրված է. Եթե դու Տիրոջ բաժինը ստաս իրան, Տերը պիտի կշտամբի ուտողին։ Որովհետև մենք դիվային աշխարհին զոհաբերություն ակամայից ենք տալիս, ակամայից։ Մենք շատ ֆինանսական միջոցներ ենք եղել ծախսել այն ուղղություններով, որ չենք ուզել, դրանք ուղղակի ստիպողական են եղել մեր կյանքում, մենք չենք կարողացել դա չտալ։ Ասեք, որ այդպես է։ Շատ գումարներ են մարդիկ ծախսել, շատ գումարներ։ Մարդիկ գրում են ինչ կորուստներ են ունեցել, եւ ինչ դժվարությունների մեջ են, բայց կա փրկություն, կա ճանապարհ։ Դա Հիսուս Քրիստոսի խաչն է, դա այն զոհն է, որին դու պիտի դառնաս։ Այն զոհն է, որ Աստված քեզ համար արել է,
որ այդ խավարի դիվային իշխանությունից քեզ դուրս բերի Աստծո թագավորության մեջ, որ դու իշխանություն ունենաս, դու քո ձեռքերը բարձրացնես, քո կյանքում եղած խավար ուժերին ու դևերին դուրս քշես։ Այն խավար ուժերը են դևերը, որ քո կյանքդ կամաց տանում են կործանման։ Որովհետև Աստծո թագավորության մեջ ապրող մարդը պիտի սատանայի խավարի դիվային ուժերից ազատ լինի։ Ազատ լինի։ Սատանան պիտի չորոշի այսօր ես ուտեմ թե չուտեմ։ Այսօր հագնվեմ թե չհագնվեմ։ Այսօր իմ երեխեքին հաց առնեմ թե չառնեմ։ Դիվային աշխարհը պիտի չորոշի իմ երկրավոր ժամանակավոր կյանքի ընթացքը։ Որտեղ Աստված ինձ իշխանություն է տվել։ Թերևս երկրի վրայի ժամանակավոր թագավորները ունեն իշխանություն, այդ իշխանությունը սահմանափակ է, բայց շատերի կյանքում ոչ մեկ չի որոշում նրանք ինչ անեն։ Իրանք իրան որոշել են այսօր իրար կռիվ խաղան։ Խաղում են։ Որոշում են։ Մի երկու շաբաթ կռիվ չխաղան։ Հանգստանան։ Չեն խաղում։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, որ մեր մեջին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։ Որտեղ Աստվածաշունչն ասում է, նա կգա եւ նրա ուսի վրա իշխանություն կլինի։ Դա Հիսուսի մասին է Եսային ասում։ Այդ ո՞րն է նրա ուսի վրա իշխանությունը։ Հովհաննեսը ասեց, ինձ նշան է տրված, որ տեսնեմ աղավնին ում վրա որ իջնում է, նա է, որ պիտի տա համայն մարդկության համար իր կյանքը։ Նա է, որ պիտի մկրտի մեզ Սուրբ Հոգով եւ կրակով։ Նա է, որ մեզ պիտի ազատագրի սատանայի իշխանությունից։ Նա է, որ պիտի մեռելը հարություն տա, կաղին քայլել տա, խուլին լսել տա, համրին խոսել տա, հիվանդներին բժշկի։ Նա է։ Եվ նա է, որ պիտի իշխանություն տա։ Ում իշխանություն տա։ Ամեն նրան հավատացողներին, բոլոր հիվանդությունների, ցավերի, դևերի, խավար ուժերի վրա։ Մարկոս ավետարան 16-րդ գլխի վերջի հատվածը։ Աստված մեզ իշխանություն է տվել։ Մենք պիտի չապրենք անդադար խավարի դիվային աշխարհի կողմից հալածված, կքված, վզնես ծռած, սպասող, որ ինչ-որ մեկ ինչ-որ մի բանով մեզ ինչ-որ մի բան։ Մենք պիտի տեսնենք, որ մեր կյանքում շատ բաների հետևը կանգնած են դիվային ուժեր։ Եվ այս Հերովամը ինչ արեց։ Ուզում էր, սատանան միշտ ուզում է, քեզ համար նոր զոհասեղաններ ստեղծի, որ հանկարծ դու չդառնաս Հուդայի ցեղի առյուծին, որ դու չդառնաս Դավիթի արմատից դուրս եկած Հիսուսին։ Ինչ որ Հիսուսին ինչ էր ասում, Դավթի որդի։ Որովհետև Դավիթը մարգարաբար Աստծուց առել էր, որ իր թագավորությունը հավիտյանալու, բայց Աստվածաշունչը Դավիթը մեռավ, գերեզմանը դրվեց, իր մարմինը ապականվեց, բայց խոմ Աստված Դավիթի մասին չէր ասում, Աստված Հիսուսի մասին էր ասում։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք զոհասեղանը ինչ մեծ դեր ունի իշխանության մեջ։ Այսօր է սիրելի քույրերս եղբայրներս իշխանությունը փողով չեն վերցնում։ Այսօր իշխանությունը մարդիկ շատ զենքով եւ զինամթերքով չեն վերցնում։ Այսօր էլ մարդիկ իրանց իշխանության համար զոհ են մատուցում։ Ոմանք, որ ուզում են Տեր Հիսուս Քրիստոսյանով իշխեն եւ իշխանություն բացնեն, խավար ուժերը հալածելու եւ սատանայի խավարի կապանքներից եւ նրա բանտից ու նրա դժողքային պայմաններից ազատագրելու ժողովրդին Հիսուսի փառավոր անունն են ընդունում, նրա թափած արյամբ են ազատագրում, նրա զոհասեղանն են ընդունում, նրա իշխանությունն են ընդունում։ Իսկ ովքեր որ երկրավոր ժամանակավոր իշխանություն են ընդունում, դրանք են զոհ մատուցում։ Եվ մենք գիտենք այս պատմության ընթացքը հետաքրքիր է։ Հերովամը ուզում էր թագավորեր, բայց ինքը գիտեր, որ Երուսաղեմում էլ զոհ չեն մատուցում։ Ինքը ուզում էր զոհասեղան սարքեր, որ դիվային աշխարհ իրան ուժ ու զորություն տար։ Հիշում եք մեր հայր Աբրահամին, որ թագավորությունների էր հաղթում 300 հոգով։ Բայց գիտես ինչ էր անում։ Վերջում գնում էր Մելքիսեդեքին 10-րդ ու զոհ էր տալիս։ Մելքիսեդեկը դա Հիսուս Քրիստոսն է։
Հյուսի նախատիպարն է։ Եվ 7-րդ գլխում Եբրայեցիների Պողոս ասում է, որ մենք այնպիսի քահանապետ ունենք Մելքիսեդեքի կարգի պես, որ Աբրահամը գնաց իր 10-րդ զոհը տվեց, ցույց տալով որտեղից է գալիս իր ուժը, այդ գերբնական ուժ է, դա 300 օկիանոս բանակի զորություն չէր։ Աբրահամը, Գեդեոնը, դա աստվածային ուժն ու զորություն էր։ Տերն էր պատերազմում նրանց փոխարեն։ Տերը պիտի պատերազմի քո փոխարեն, որտեղ այս պատերազմը քոնը չի, այս պատերազմը Տիրոջն է եւ նա հաղթել է։ Ուղղակի դու պետք է բարձրացնես քո ձեռքերը Հիսուսի անով, ցրես, իսկ նրա զորությունը ուղղակի կփոշիացնի ամբողջ դժոխքը։ Սատանան անզոր ոչինչ ուժը կորցրած թշնամի է։ Նրանց համար, ովքեր որ դուրս են եկել Հիսուսի փառավոր խաչի զոհով սատանայի իշխանությունից։ Հիսուսը մեծ զոհ արեց, որ այլևս սատանայի իշխանությունը այլևս չվերականգնվի։ Երբեք ոչ մեկ չկարողանա որևիցե մի զոհ անի, որ նորից աշխարհում փոխի։ Աստծո իշխանությունը խավարի իշխանությամբ չի փոխվելու, որտեղ Հիսուսը անասունների, կենդանների արյուն չթափեց։ Հիսուս ինքը իր անարատ արյունը թափեց։ Դրա համար դարձավ մշտնջելական քահանայապետ եւ նա վերցրեց այդ քահանայապետական իշխանությունը, որտեղ ինքը մեղք չուներ։ Եվ ինքը մտավ երկինք, սրբության սրբոս, ոչ թե չարախոսելու, այլ բառ է խոսելու համար։ Ամեն։ Դրա համար ամեն չարախոս Աստծո մոտ տեղ չունի։ Եվ ուզում եմ ես տեսնենք այս պատմությունը ինչպես է եղել։ Ուրեմն Հերովամը ինչ արեց, եւ թագավորը խորհուրդ արավ եւ երկու ոսկի ворդ շինեց, ասեց նրանց բավական է ձեզ Երուսաղեմ գնալ, ահա քո աստվածները ով Իսրայել, որ քեզ վեր հանեցին Եգիպտոսի երկրից, եւ մեկը դրավ Բեթել եւ մի այդ ուրեմն կուրքը դրեց Բեթելում, մյուսը դրեց Դանում։ Երկու ոսկի հորդ շինեց։ Ով այս հորդը շինեց, բացի Հերովամը։ Ահարոնը։ Եվ Մովսեսը բարձավ սար, ժողովուրդը ամարտես ժողովուրդը բան Մովսեսը ուշանում է, մեզ համար աստվածներ սարք։ Եվ Ահարոնը բռնեց որդի հորդ սարքեց, ոսկի հորդ սարքեց, եւ ասաց սրանք են այն աստվածները, որոնք քեզ հանել են Եգիպտոսի երկրից։ Սիրելիս, քեզ քո կյանքի դժվարություններից հանողը որևիցե մի ուրիշ այլ ուժ ու զորություն չի կարող լինի, այլ Աստված չի կարող լինի։ Մի անուն կա երկրի վրա, որը մեզ փրկություն է, դա Հիսուս անունն է։ Ուրիշ անուն չկա։ Եվ ինչ եղավ, երբ որ այս ոսկի հորթերը սարքեց, դիվային ուժերը եկան լցվեցին այդ ժողովրդի մեջ, եւ այդ ժողովուրդը շնացավ եւ ընկավ մեղքի մեջ։ Դա այդ ոգին էր, դա այդ զորությունն էր, դա այդ ուժն էր կործանար։ Հետո որ Մովսեսը իջավ, տեսավ, ինչ արեց, փշրեց այդ հորթերը եւ տվեց ժողովրդին, որ խմեն։ Այդ ջրով խառնեց, տվեց եւ տասնյակ հազարավոր մարդիկ մեռան մեղքի պատճառով։ Եվ Հերովամը նույն բանը արեց, նա ուզում էր շեղեր Աստծուց ժողովրդին, որ ինքը լինի թագավոր, ինքը վերցնի այդ իշխանությունը։ Գիտես, մինչև Հիսուսի գալը քահանաներն ու քահանապետները վերցրել էին Աստծո տան վրա իշխանություն։ Նրանք ուզում էին կառավարեին Աստծո փոխարեն երկրի վրա, ոչ թե լինեին Աստծո ծառաները երկրի վրա, այլ ուզում էին Աստծուն մի կողմ դնեին եւ իրենք իշխեին Աստծո տանը որպես աստվածներ։ Եվ նրանք ուզում էին Աստծո ուղարկած զոհը ժողովրդի համար դարձնեին ոչինչ։ Եվ նրանք ասում են, ով է այս Հիսուսը։ Հյուսնի որդին, հասարակ մարդ է, ձեզանից մեկն է։ Բայց Հիսուսը 30 տարվա անդամալուծին ասում էր, քո մեղքերդ ներված են։ Քահանապետներն ասում են, ով կարա մեղք թողի, եթե ոչ միայն Աստված։ Հիսուսն ասում էր, իսկ որն ավելի հեշտ մարդուն ասել քո մեղքերդ ներված են, թե ասել
քո մահիճը տար անդամալություն վերկած եւ քայլի։ Բնական է մարդուն ասես քո մեղքերը ներված են։ Բայց որ իմանաք, որ մարդի որդին իշխանությունն երկիր ամեղքեր թողելու, անդամալություն ասեց վերկած, մահիճը վերցրա եւ գնա տուն։ Եվ այդ 30 տարվա անդամալությունը վերցրեց, իր մահիճը հավաքեց մի անգամից եւ գնաց տուն, որտեղ մեղքն էր այդ մարդու կյանքի անդամալության պատճառը։ Մեզ մեղքը անդամալույց արել, իսկ Հիսուս մեզ ազատագրում է։ Հիսուս քանդում է այդ կապանքներից, Հիսուսի անունը մեծ է։ Երբ որ դու մերժում ես խավար ուժերին, իսկ սատանան շատ լավ գիտի, որ դու Հիսուսին չես ընդունում որպես իշխան, չես ընդունում մեկը, որ կարա քո կյանքում ազատագրություն բերի, դրա համար ինքն բոլ իր դևերին հավաքի բերել է լցրել կյանքիդ մեջ։ Բայց որ դու հայտություն ես առնում, որ դու Հիսուսի անով իշխանություն ես, քեզ այլևս ուրիշ զոհեր պետք չի անել։ Դու Աստծո թագավորության համար զոհաբերություն արա եւ նրա իշխանությունը քո կյանքում կգործի, ինչպես Պետրոսը 5-րդ գլխում գործ կարակելոցի։ Մարդիկ բերում էին Պետրոսի ոտքերի տակ իրանց ամբողջ ունեցածը զոհաբերում էին։ Ու դրանից հետո ասում որ Պետրոսը անցնում էր փողոցով, շուքը ընկնում էր հիվանդների վրա, մարդիկ բժշկում էին։ Եվ ասում Աստված առաքյալների ձեռքով մեծ հրաշքներ անում եւ բոլորի վրա վախ ընկավ։ Իսկ հիմա մենք պաշտամունքից դուրս են գալիս, ոչ մի բան։ Եկեղեցիներում այսօր մենակ դալիճում, պատերի մեջ այդ զորությունը, ուժը մարդիկ հենց որ դուրս են գալի ուժները կորցրած հասարակ մարդիկ են։ Ոչ, քո իշխանությունը համ դահլիճում պիտի գործի եկեղեցու, համ էլ եկեղեցուց դուրս։ Դու ցանկացած վայր, որ մտնես, պետք է դիվային աշխարհ այդտեղից ուղղակի հալածվի։ Դու պիտի չհամակերպես դժոխքի հետ ապրելու։ Մենք հասարակ մարդիկ չենք, հասարական տրանսպորտով գնացող եկող։ Մենք Աստծո որդիներ ենք, որ ունեն իշխանություն։ Պետրոսի համար սա հայտնություն է։ Դրա համար Պետրոսը որ դուս ասում է սատանայի մեր իշխանություն չունի, Հիսուսի անունով։ Ես իշխանություն եմ ամեն դիվային ուժերի, ամեն խավարի ոգիների վրա։ Ես պիտի քայլեմ եւ դիվային խավար ուժերը պիտի հալածվեն։ Իմ շուքը Տիրոջ հոգու զորությամբ լցված է։ Դրա համար ընկնում էր հիվանդները մարդիկ վեր են կերում քայլում են։ Մեր շուքը նույնիսկ պետք է դժոխքի համար սարսափելի լինի։ Հետո տեղ կա տեղ, նստեք, շուրջը ջան, այդ աթոռների վրա նստեք։ Մարդ չկա տեղ նստած ոնց որ։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ տեսեք։ Եվ Հերովամը տոն կատարեց 8-րդ ամսի 15-ին Հուդայում եղող տոնի պես եւ վեր ելավ սեղանը, այսպես արավ Բեթելումը, որ զոհե իր շինած որդերին եւ Բեթելումը դրավ իր շինած բարձրավանդակների քահանաները եւ վեր ելավ իր Բեթելում շինած սեղանի վրա իր մտքի հնարած ամսի, այսինքն 8-րդ ամսի 15-ին եւ տոն սահմանեց։ Իր համար տոն սարքեց, ոնց որ այսօր Քրիստոսի հաղթական մուտքը ծառը պրճկելու օր է։ Արդյոք բուրերի պրճկում են, հյուսում են զամբյուղներ, սիրուն պսակներ, դնում են այս գլխի, հետո տանում են տունը կախում են, որ մինչև հաջորդ տարի այդ Ուրենի Հիսուսին թողել Ուրենի մեր տունը երջանկություն, որովհետև օշնած Ուրենու տեժ։ Սա սուտ ասիներ։ Այս մարդկանց մտքի հորինած տոնն է։ Սա սատանան է բերել մցրել հոգևոր աշխարհ, որ մենք իրական զոհասեղանից հեռանանք, որ մենք իրական Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը փոխենք ճղերի տոն, Ուրենի տոն։ Ոսե դիքախի տարտան կախի, մյուս տարի կփոխես, որը տենց լներ։ Հազարավոր մարդիկ հիմա պետքա վկայեն ու ասեն, ես իմ տունս տարա լացող Ուրենու ճյուղը փաթաթած, օրշնած եւ իմ տանս մեջ բացվեց կյանքի հաջողության դռները։ Մենք միլիարդատեր դառանք, բժշկություն եկավ։ Այնքան տենց Ուրենի տանը կախած տներ են մտել, որ
դժբախտությունը, պատերից չռումը։ Ասում է դուրենին, այդ ձեր օրշնած նալերը, սխտորները, սոխերը, ինչքան կախարդ կա մոտները գնացել եք։ Բախի չի բան փոխում։ Հիսուսի արյան զորությունն է փոխում, որտեղ զոհը ունի արյուն եւ այդ արյունից սարսափում է ոչ դժողքը, որ դու բռնում ես այդ ուրանու շպրտում ես այդ ճաղերը քո տնից, ասում ես Հիսուսն է ինտան Տերը, Հիսուսն է ինտան իշխանը, նա է իր կյանքը, ոչ թե ուրանին։ Սիրելի եղբայրներ, Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշում էր, որ մարդիկ բերեցին իրենց կեղտոտ շորերքին, այսինքն նա է, որ պետք է վերցնի ամեն մարդուց ամենքը, երբ պիտի թողի իր արդարության հանդերձները, որտեղ Հիսուսը թողեց իր պատմուճանը, նա թողեց իր իշխանության պատմուճանը մեզ եւ բարձրացավ մեր մերկությունը իր վրա վերցրած։ Խաչը դրվեց գերեզման, երրորդ օրը հարություն արավ, 40 օր հետո համբարձվեց, գնաց հորաչ կողմից դες որպես բարեխոս եւ ինչ է այդ բարեխոսությունը անում ին ու քո համար։ Ամեն։ Փարտիրոջ։ Հիմա տեսեք Հերովամը իր մտքի համար մի հատ տոն սարքեց։ Քիչ ամնում դες որ Հելոին են անում, չէ՞, ինչ-որ Վալենտինի տոն են նշում, Վալենտինայա, Վալենտինա, շուր սիրահարների տոն։ Սուրբ Սարգիսը ձիով գալիս է ձեր տուն, ալուրի վրա ցատկում է, ու ձեր տան բոլոր չամուսնացած աղջիկները ամուսնանում։ Հեքիաթին հյուր։ Հիսուսն է մեր սիրո, աստվածային սիրո, նրա փառավոր սերը մեզ փոխանցած միականձը։ Հիսուսն իր սիրով բարեխոսեց ինձ համար իմ մեղքերս։ Եթե չկա մեղքի խավարի կյանք, պետք չի օր ու գիշեր տառապել, ունքերդ պտտացնեսը սենց, հետո սենց, տոնածարի խաղալիքներ կախես ականջիցդ, պրոշներդ փչես, աշքերդ տուրացնես, եսի մակաշներդ երկարացնես, կարճացնես, որ ամուսնանաս, վերջ, ամուսնանա։ Եթե դու Տիրոջ մեջ ես ապրում, նրա սերն ու ողորմությունը քո կյանքում է, ինքը սիրող պապա է, ինքը քեզ համար մի հատ լավ փեսա կբերի, քեզ համար մի հատ անկեղծ օրհնյալ հարց կբերի, որ սա կյանքը չտառապես, փառ Տիրոջ։ Պետք չի ամուսնա ցավով տառապել, պետք է նրա հետ կյանք ապրել եւ Աստված ինչպես Ադամին տվեց իր երկրորդ կեսը, ինչպես Իսահակին տվեց իր երկրորդ կեսը, քեզ էլ կտա, միսին էլ կտա։ Պետք չի նրա բարեխոսությունը։ Այս ինչ քրիկ մտիկա, բարեխոսությունը, հետո ինչ կլինի այդ բորշից, այդ ընտանիքը կուտի, հետո կպատմի, համով էր բորշը թե չէ։ Բայց զայն, որ Աստված է միացնում, թող մարդը չբաժանի, զայն, որ Աստված է միացնում։ Որտեւ Աստծո կողմից օրհնած միությունը ամենազորն է։ Հասկացա՞ր։ Սա ամենակարևորն է։ Եվ ես ուզում եմ շարունակենք։ Բայց մի Աստծո մարդ եկավ, գիտես, ես քեզ ուզում ասեմ, Աստծո զոհասեղանի դեմ բորսեկած բոլոր զոհասեղանները պիտի փշրվեն ու քանդվեն։ Մենք պետք է Տեր Հիսուս Քրիստոսի զոհասեղանը բարձրացնենք բոլոր զոհասեղաններից վեր։ Մի Աստծո մարդ եկավ, իմ նման։ Ինչ մեծամտություն։ Էհա մարդիկ իրանց չեն ամաչում, ասում են ես վատ չի որ չեն ամաչում։ Խադավիկ եմ, կոշկակար եմ, ձիրեք տրեմ, փիլիսոփա եմ, մանկավարժ եմ, SM-եմ, չէ։ Եկեղեցում մեկ-մեկ շատ են ասում, վայ, մենք ունենք մանկավարժ, մենք ունենք մանկապարտեզի դիրեկտոր։ Ես էլ Աստծո մարդ եմ, ու ես չեմ ամաչում։ Տիրոջ առաքյալն եմ։ Տիրոջ կողմից կարգված ծառայող եմ։ Իմ կյանքի պտուղներն ա ցույց տալի դա, որ ոչ մի եկեղեցուց ոչ մեկին չեմ համոզել բերես տե նստացրել։ Միաբանություն ստեղծելու համար։ Այլ գնացել եմ արքայության ավետարանը քարոզել եմ դռնեդուր, մարդիկ ապաշխարել են եկել են։ Սովորացրել եմ մնացածին, որ գնան կորսվածների, ոչ թե կողքի եկեղեցիներից մարդկանց բերելու, կամպոտ, սոկ, չայ, կոլա, ֆանտա հյուրասիրելու։ Որ խելոք նստեք, վերջում տորտ կուտեք կոլայով։ Եվ կթունավորեմ ձեզ, որովհետեւ գնաք շաքարի դեղ խմեք։ Սիրելի եղբայրներ, Սատանան այսօր մարդկանց թույնավորում է այդ աղբով, որ մարդկանց կյանքը հիվանդություն բերի։
Հետո մենք էլ այդ շակ կոլա սիրող, շաքար սիրող, այս սիրող, այս սիրող, այս սիրող մարդկանց հիվանդությունը աղոթում են, որ բժշկվեն։ Դրա համար բոլորը եկեղեցիները, որ կոլա խմում են, լավ խմում են, վերջում պետք է գան ստե։ Ինչի՞։ Որտեղ ստե են շաքարից ազատագրվում։ Փառք Հիսուսին։ Մեր ավելի զորավոր է։ Հիմա հարցն է մեջ, որ մի Աստծո մարդ եկավ Հուդայից Տիրոջ խոսքով դեպի Բեթել։ Բեթելը Աստծո հացն է, հացի տունն է, որտեղ որ Հակոբը Տիրոջը տուղ տարեց, որ ամեն բանից ինչ որ 10 քեզ 10-անորդ եմ տալու։ Եվ Հերովամը կանգնած էր սեղանի վրա խունկ ծխելու համար եւ կանչեց Տիրոջ խոսքով դեպի սեղանը եւ ասեց. «Ով սեղան, սեղան, Տերն այսպես է ասում. ահա մի որդի կծնվի Դավիթի տան համար, անունը Հովսյա, եւ նա քեզ վրա կզոհե բարձրավանդակների քահանաներին, որ քեզ վրա խունկ կեն ծխում եւ մարդի ոսկորներ կայրեն քեզ վրա, եւ այն օրը մի նշան տվավ ասելով. այս այն նշանը, որ ասել է, ահա սեղանը կպատրվի եւ նրա վրայի մոխիրը կթափվի։ Եվ եղավ, երբ որ թագավորը լսեց Աստծո մարդի այն խոսքը, որ կանչեց Բեթելում, եղած սեղանի վրա, այն ժամանակ Հերովամ մեկնեց իր ձեռքը սեղանի վրայից ասելով. բռնեցեք դրան, բայց չորացավ նրա ձեռքը, պիտի չորանան բոլոր այն ձեռքերը, որոնք խոսում են Տիրոջ տան զոհասեղանի դեմ։ Եվ մենք խոսում ենք, որ չորանան այդ ձեռքերը, եւ լցվեն ու օրտվեն այն ձեռքերը, որոնք Տիրոջ զոհասեղանին, Տիրոջը փառավորելու համար, Տիրոջ փառքը տարածելու համար, Տիրոջ հաղթանակի իշխանությունը ամենուրեք հռչակելու համար, իրանց ձեռքը լիք տա զոհաբերության համար։ Փառք Հիսուսին։ Եփոշ Հերովամ ուզում էր Աստծո մարդու դեմ դուրս գար, Տեր էս մարդու կողմն էր, Տեր նրանց կողմն է, ովքեր նրանց ձեռքը զոհասեղանին առաջ բացում են, Տեր այդ մարդկանց կողմն է, Տերը իմ կողմն է, Տերը քո կողմն է։ Ամեն։ Մենք մեր եկեղեցում զվարճանքի ժամանցներ չենք ստեղծում, այլ մենք հավատում ենք, որ մեր երիտասարդները ոչ թե եկեղեցի գալիս են, որ հետո գնան հանքավան 7 օրը 7000 դրամով հանգստանան։ Փառք Հիսուսին, մենք եկան օրտնված երիտասարդներ ունենք, որ կարան 7 օրը 700,000 դրամով Դուբայում, չգիտեմ Դուբայում լավ չի, տարբեր երկրում հանգստանան, նաև Հայաստանում հանգստանան։ Մենք կարիք չունենք օգնությունների, մենք կարիք չունենք ողորմությունների, որտեղ մենք նրա ողորմության եւ նրա օրհնության հետևից ենք գնում։ Որտեւ նրա զոհասեղանը ազատագրել է մեզ աղքատացնողներից, որտեւ նա աղքատացավ, որ մեզ հարստացնի ամեն կողմանը։ Ամեն։ Ինչպես քո ներսն է, այդպես քո դուրսն է։ Շատերն ասում են, հարստության մասին են խոսում։ Որ ներսդ քյասիբը դուրսն է քյասիբլնի։ Բայց եթե ներսդ փոխվում է եւ դու ասում ես, ես աղքատ չեմ։ Թեկուզ կարող է ես իմ ինչ չես ակնում։ Բայց երբ որ դու ամեն օր ասում ես, ես աղքատ եմ, ես չունեմ արաբա, ես չկառավոտից վեր ես բողոքում ես, ես դա կոշիկս ծակաշաբը, դες բան չի փոխում։ Ասա ես օրտնված եմ, գալիս է, կարող եմ գրպանս չկա, բայց ճանապարհին է, կարող եմ շորես լավը չեն, բայց գալիս է, որովհետև իմ քահանայապետը Տերն է, եւ դրանք երկրորդական բաներ են, կարևորը քո ներսը հարստացրա Տիրոջ իշխանությամբ եւ շպրտիր քո նախնիներից շարանգած ամեն տեսակի աղքատության սկզբունքները։ Եվ մի լսի նրանց, ովքեր որ խոսում են Տիրոջ զոհասեղանի դեմ, նրանց ձեռները չորացած է, նրանց ձեռների մեջ իշխանություն չկա, նրանք չեն կարող իրենց ձեռները բարձրացնեն, 4 ձեռքերի վրա հրամայեն, որ այդ ձեռքերը լցվեն զորությամբ, բայց մենք իշխանություն ունենք Հիսուսյանով, եւ մեր ձեռքերը չորացած չի, մեր ձեռքերը բարձրանում է, չորացած ձեռքերին զորություն ուժությամբ տալու համար։ Հալելույա, չորացած ոտքերին հրամայելու, որ վեր կենան քայլեն, կաղին ասենք քայլի, խուլին ասենք խոսի, լսի, համրին ասենք խոսի, դևերին ասենք փախի։ Մենք իշխանություն ունենք։ Մենք չենք նստում ստեղ սպասում 7 տարի թե օրիգինալ Բենիհինը կգա մի օր Հայաստան եւ Հայաստանի մի հատ դիվաթափ կանի, հետո կգնա։ Դիվանաթափ մեր եղբայրը։ Մենք հավատում ենք, որ այստեղ ամեն մեկը նստած է Հիսուսյանով իշխանություն ունի։ Ես քեզ ուզում եմ ասեմ, որ ինչ եղավ։ Եվ թագավորը
պատասխանեց ու ասեց Աստծո մարդին. Աղոթ կարա, որ ինձ ձեռքս վերականգնի։ Եվ նա աղոթեց ու Աստծո այդ թագավորի ձեռքը վերականգնեց։ Հետո թագավորն ասեց, արի գնանք իմ տուն, քեզ մի հատ լավ կերցնեմ, խմցնեմ։ Ասեց, չէ, ես պիտի չուտեմ ու պիտի չխմեմ, որովհետև Տերն ինձ ասել է, որ չուտեմ ու չխմեմ, գամ այս զոհասեղանին ասեմ, որ այդ զոհասեղանը ճեղքվի։ Եվ մենք Հիսուսյանով խոսում ենք, որ բոլոր սատանայի խավարի շինծու սարքած կեղծ զոհասեղանները Հայաստանում փշրվեն ու Տիրոջ զոհասեղանը բարձրանա, Գողգոթայի զոհասեղանը բարձրանա, բոլոր զոհասեղանից, որ մարդիկ իրանց կյանքի փրկությունը, փոփոխությունը, իրանց կյանքում բոլոր օրհնությունների, հիվանդություններից, ցավերից, անեստներից տեսնեն մի զոհասեղանի վրա, դա Հիսուս Քրիստոսի Գողգոթայի զոհասեղանն է, եւ ոչ մի տեղ չտանեն իրանց փողերը թափեն, այն դերատես կնոջ նման արունասող, որ հիվանդանոցներում, բժիշկների վրա իր ամբողջ ապրուստներ թափել, բայց մի հատ եկավ կպավ Հիսուսի քաղաքին եւ բժշկվեց։ Սարերի վրա կանգնացած Հիսուսի արձանները մեզ չեն փոխելու։ Դրանք կուրքեր են։ Հիսուս արձան չի։ Հիսուսը կենդանի է։ Պետք չի Հայաստանում արձան կանգնացնել, որ Հայաստանը փրկվի։ Հայաստանը փրկված է իր հավատացող ժողովուրդով, որտեղ Հիսուսը չի ապրում արձանների մեջ, Հիսուսը ապրում է իր իշխանությանը հավատացողների եւ իր իշխանությամբ ազատագրվածների մեջ։ Եվ դու ազատագրված ես։ Եվ քո կյանքում ասա հրճակի ազատագրությունը, որ դու ազատ ես, որ դու բժշկված ես, որ դու օրհնված ես։ Քեզ աղքատացնել չի լինի, որտեղ քեզ հարստացնողը Տերն է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Սիրելի քույր եղբայրներ, այս մարդը մի քիչ, այսպես ասած, շատ համեստ հավատացյալ էր։ Թագավորը չկարողացավ համոզի տանի հաց ուտացնի, բայց այդ տարածքի այդտեղ ապրող մի հատ Աստծո մարդ կար, ինչպես շատ հին ծերացած Աստծո մարդիկ, որոնք տեսնում են ինչ-որ մի հատ շարժ հոգևոր աշխարհում եւ տեսնում ինչ-որ մեկը վերակացել եւ ուզում են ինչ-որ մի հատ բան անի Աստծո անունով, նրա զոհասեղանից բխող զորությամբ, ուզում է միաբանի, ուզում է այդ կրակը մարի, բայց ես քեզ մի բան ուզում ասեմ, այդ ծերացած, այդ հոգնած, բայց նախկինում օշնված Աստծո մարդիկ, այս մարդը Աստծո մարդ էր, սուտ չէր, բայց ծերացած էր, ինքը զոհասեղանը չգիտեր, ինքը վեր կացավ, գնաց, իր երեխեքին ասաց, «Էշս փալանը կապեք, գնամ հələ դրա հետևից նրա մետով է», գնաց, քթավ, ասեց, «Արի գնանք հաց ուտենք», ասեց, «Չէ, Աստված ասել է հաց չեմ ուտելու»։ Ես պիտի հաց ուտեմ, ասեց, «Չէ, ինձ էլ Աստված ասել է, որ պիտի հաց ուտես»։ Ես քեզ մի բան ուզում ասեմ, Սատանան լուսափար հեշտակի կերպարանքով կարա հայտնվի քեզ ճանապարհից հետ տանելու, քո զորավոր աղոթքներից, քո ծոմերից, քո զոհերից, քո Տիրոջը ծառայելուց, Աստծո արքայության ավետարանի խոսքը տարածելուց, ավետարանչությունից։ Եվ որ ես ավետարանություն էի անում, մեկ ասեց, Եհովայի վկա ես դառը, դիվահարվեց։ Ավետարան խոսելը մարդկանց Եհովայի վկաների գործը չի, մեր գործն է։ Հետո եկավ մեր տուն, աղոթեցի, ազատագրվեց այդ դևերից։ Սիրելի քույր եղբայրներ, Աստծո մարդկանց դեմ ցանկացած բերան բացվողը փակվելու է, ցանկացած ձեռ որ բարձանա պիտի չորանա, որտեղ մեր Տերը իշխանություն ունի մեր վրա, պահելու մեզ խավարի իշխանությունից, եւ մեզ իշխանություն ա տվել հալածելու, շպրտելու խավարի իշխանությունը։ Եվ ինքը հավատաց է Աստծո մարդին, մեկ-մեկ հավատում են, մեկ-մեկ ասում են, ինչ ես անում, ասում են գնում ենք աղոթում ենք, ինչքան, 2 շաբթի, 4 շաբթի, արադը մի կիրակի գնա հերիքա էլի, կիրակին էլ որ գործ վնես, էդ էլ մի գնա այն մարդ, ով ասե որ պետք է եկեղեցի գնաս, ով ասե որ պետք է 10 անոր տաս, ով ասե որ պետք է զոհաբերություն այս, ով ասե որ պետք է երգես, ով ասե որ պետք է ծնկես, ով ասե սատանան սե ձեռքից այդ կամած ու ինքը ազդեցիկ մեկն է։ Աստծո խոսք էլ մի խոսացեք եկեղեցում լոլոներ կարդացեք, հեքիաթ կա, դու նստեք ասեք որ ցեք սառնարանի հետ խոսեք, սառնարան, դες հեքիաթներ պատմեք։ Փայլուն ապակիներից ինչպես են դևերը վախենում։ Ես խոսում եմ մեծ եկեղեցիներում քարոզիչների քարոզներից, մեջ բերում եմ, որ սատանան վախենում է փայլուն ապակիներից։
Սելի քույրիկներ, եկեղեցու զորությունը քանակության մեջ չի։ Ես եղել եմ Հայաստանի ամենամեծ եկեղեցու մեջ, որ ունեցել է 50,000 անդամ։ Բայց այդ 50,000 անդամից մնաց, չգիտեմ քանի հազարը։ Ես տեսել եմ ինչպես է 2,000 հոգյանոց եկեղեցուց մնում 150 հոգի։ Ես ինչի համար։ Որովհետև երբ որ մարդիկ մերժում են Աստծո որդու անունը եւ նրա զոհասեղանը, Աստված հեռանում է։ Որովհետև Տիրոջ ժողովուրդը զորությամբ է Տիրոջ ժողովուրդ։ Հիսուսները 12 առաքյալ, որոնք դևեր էին հալածում։ Այսօր հովիվներ ուզում են ունենալ եկեղեցում 10,000 անդամ, որ ասեն մեծ եկեղեցու ո՞եք։ Բայց Տեր ինձ համար մի հատ հայտնություն տվեց։ Մի կին կա, շատ չաղ կին, սենց որ նայեր մարմին կասես, ես կտակը թռնես, բայց հազիվ էր քայլում, իր մարմինը հազիվ քարշ էր տալիս։ Ես ինչի համար, որտև իր ուժը հազիվ հերիքում էր իրան տանելու համար։ Եվ Տերն ասեց, շատ եկեղեցիներ, որոնք որ սենց մեծացել են, նման են այս կնոջ, որտև այս կնոջ գիրությունը հիվանդությունից էր։ Եվ հիվանդացած է եկեղեցին, բժշկության կարիք ունի։ Իսկ բժշկությունը գալիս է զոհասեղանից, որտեղ իշխանությունը գալիս է զոհասեղանից։ Եվ Հերովամը գիտեր, որ այն իշխանությունը, որը կգա իր վրա, եւ ինքը Երուսաղեմում, եւ ինքը Իսրայել ժողովրդի վրա կիշխի, զոհասեղանից է գալի, բայց ինքը սխալ զոհասեղաններ կառուցել։ Ամեն։ Մենք բոլոր զոհասեղանները պիտի դնենք մի կողմ եւ պիտի բարձրացնենք Տիրոջ զոհասեղանը։ Ինչ պետք է ինձ 10,000 հոգի եկեղեցում անդամ, որ 10,000-ից 3,000-ը բամբասկոտ լինեն, չարախոսող լինեն, որ եկեղեցուց դուրս գան, գնան, ոչ մի բան տեղի չունենա։ Բայց Տերը վերականգնելու է իր եկեղեցում զորությունը։ Տերը վերականգնում է եկեղեցում իշխանությունը։ Թող լինեն 20 հոգյանոց եկեղեցու հովի, բայց որ այդ 20 հոգին դուրս է գալի եկեղեցու դալիճից դուրս, ոչ թե պարյանիկներն ու ինչ-որ սենց ինչ-որ պլաստմասի բաներ առած, այլ Տիրոջ զորությամբ դուրս է գալի եւ ասում է Սատանա դու Հայաստանում իշխանությունից ես քամդում եմ քո ծրագրերն ու խորտը։ Դրա համար դժոխքը Հայաստանում էլ գլուխ չի կարող բարձրացնել։ Դրա համար իշխանություններն էլ Հայաստանում Տիրոջից են։ Եվ հաջորդ իշխանությունն էլ նա Տիրոջից, ով ուզում է գլուխը որ պատին ուզում է թողտա։ Ամեն, հալելույա։